Ընդհանուր առմամբ մեր 3 կետերից պահանջը հետևյալն է, որ հարգեք ձեր ստորագրությունը, որը դրվել է 94 թվականին եւ վերահաստատվել է 95 թվականին, պարզապես մենք կոչ ենք անում, որ պետք է հարգվի եւ այդ հրադադարը պետք է լինի կայուն եւ կոչ ենք արել նաեւ Մինսկի խմբի երկրներին եւ նաեւ Ադրբեջանին, որպես երաշխիքներ են պետք, որ սա ժամանակավոր չի եւ մշտական կլինի եւ նաեւ այդ մոնիտորինգի հետ կապված, սարքավորումների տեղադրման հետ կապված, հետաքննության հետ կապված, վերջիվերջո պետք է վերջնական եւ օբյեկտիվ պատասխան տրվի միջազգային կառույցների կողմից, ովքեր են սադրիչները, ովքեր են ահաբեկիչները եւ առաջարկվել է մի շատ նորմալ բան, որը որ պետք է հետաքննություն կատարվի եւ կարծես ադրբեջանական կողմի սկզբնական շրջանում կատեգորիկ էր մերժում այդ հարցը, բայց կարծես թե հիմա քննարկման առարկա է դարձել։ Մեր բարձրացած 3 կետերը ոչ մեկ անհավանական չեն, ինչը որ բռնապետ Ալիևի առաջարկություններ Կազանի փաստաթղթի շրջանակներում եւ որ 10 անհավանական առաջարկություններ անի, որպեսզի ձախողի այդ բանակցությունները։ Եթե այդ 3 պայմանները բավարարվում են եւ լինում են երաշխիքներ, մենք որևէ մեկ անգամ դեմ չենք եղել բանակցային սեղանին։ Ադրբեջանը կգնա։ Չէ, արդեն իսկ ինձ թվում է, որ սա դարձել է քննարկման առարկա, նախկինում նույնիսկ քննարկման առարկա չէր դառնում, բայց ամենայն դեպս ինձ թվում է քննարկումը եւ ես չեմ կարող անկանխատեսելի եւ անվստահելի Ադրբեջանի փոխարեն որևէ ենթադրություններ արել կամ պատասխաններ տալ։ Բաղդասարյան, այսինքն ըստ էության Հայաստանը առաջին անգամ է բանակցային գործընթացում թելադրում է իր նախապայմանները, այսպես ասած։ Սա նախապայման չի, մենք ընդհանրապես հորդորում ենք, ասում ենք դեր կանգնեք ձեր ստորագրությունը եւ պաշտպանեք ձեր սկզբունքները եւ խոստումները, որը որ տրվել է 94-95 թվականին։ Հաջորդը, եթե մենք պետք է նստենք բանակցային սեղանի եւ այնտեղ պետք է մեր զինվորը զոհվի եւ ավտոմատը ձեռքին կռիվ անի, մենք նման բանակցություններ չենք կարող արել, ասում ենք երաշխիքներ տվեք, որ այս հրադադարը կայուն կլինի։ Եվ հաջորդը ասում ենք, անդադ տարբեր կարծիքներ կա։ Հավասարության նշան են դնում, որ վերջ տվեք պատերազմին, վերջ տվեք կրակոցներին։ Եվ մենք առաջարկել ենք եւ որը առաջարկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, առաջ արդեն համաձայնվել են եւ նաեւ Ռուսաստան եւ Ֆրանսիան, որ պետք է հատուկ սարքավորումներ, հետաքննի սարքավորումներ տեղադրվի, մոնիտորինգ արվի, թե ում կողմից է այդ ագրեսիաները սկսվում։ Եվ մենք ասում ենք, որ պետք է տեղադրվեն, որովհետեւ որպեսզի հավասարության նշանը հարմի եւ ուղիղ անվանական հայտարարություններ լինի, թե ովքեր են դրանք։ Այդտեղ նախապայման չկա։ Մենք ասում ենք այն, ինչը որ արդեն փաստը վավերացվել է։ Նախկինում էլ կային դեպքեր, որ զոհվում էին սահման կարակ, ասենք Հայաստանի քաղաքականություն փոփոխություն է եղել։ Այո, նման քարորիա պատերազմից հետո, նման լայնածավալ մասշտաբի եւ որի վտանգը դեռ չի անցել, որը դրանից հետո նաեւ իրենց իսկ կողմից խնդրած հրադադարից հետո նորից նրանք շարունակում են, այդ իսկ պատճառով հավատը արդեն հիմնովին կորել է, իհարկե միշտ է նրանց նկատմամբ հավատ չի եղել, մենք թերահավատ ենք եղել, բայց քարորիա պատերազմից հետո առավել եւս մեր հավատը ամբողջովին կորել է եւ բնականաբար պետք է այն 3 պայմանները, որոնցից երկուսը հիմնականում միջազգային կառույցներին ենք պնդում, որ պետք է լինեն երաշխիքներ եւ պետք է լինի մոնիտորինգ, այսինքն սարքավորումներ, եւ մենք էլ պնդում ենք, որ պետք է յուրաքանչյուրը հարգեն եւ Ղարաբաղը եւ Հայաստան եւ Ադրբեջան իրենց ստորագրությունները, որոնք դրվել են 94 թվականին։ Բաղդասարյան հայտարարքի մասին խոսքը գնաց, հա, Տիկին Նաբալյանը որ առաջ հողեր էր հանձնում, ասում էր այդ հողերը մեծ հարկավոր չեն, որ լուրջ քննադատության արժանացավ ԼՂՀ պատգամավորների եւ մի շատ բարձրացան արել։ Եթե դուք ուշադրություն դարձնեք այդտեղ բառերին, Տիկին Նաղդարյանն ասել մեզ գրավյալ հողեր պետք չեն։ Մենք այն հողերը, որոնք որ մեր հսկողության տակ են, դրանք մերն են։ Այսինքն մենք ուրիշ հող չենք ուզում գրավել։ Խոսքը դրա մասին է։ Մենք չենք ուզում էլ հողեր գրավել։ Եթե լինի հնարավորություն էլ, որպեսզի մենք հող գրավենք, մենք ռազմատենչ որևէ հայտարարություն չենք անում եւ մենք ցանկություն չունենք։ Իսկ այն հողերը, որոնք որ մեր տրամադրության, մեր հսկողության տակ են, այդ հողերը մերն են։ Եվ դրա մասին վաղ է խոսել։ Ընդհանրապես չկա նման քննարկումներ, չկա բանակցություն, նման քննարկումներ չկա։ Փոխզիջումներն էլ լայն հասկացողություն է։ ԼՂՀ պատգամավորները կարող են ինչ-որտեղ ինֆորմացիայի պակաս տեն, բայց ԼՂՀ պատգամավորները ես խնդրում եմ նկատեք, որ ԼՂՀ պատգամավորն է։ Եվ այնտեղ նույնպես նկատեք։ Ոչ միայն պատգամավորներ, դիջերոս մարդ հստակ ասում եմ, ես պետք չեն ձեր հողերը, տվեք Ղարաբաղի կարգավիճակ, ձեր հողերը ձեզ ենք տալիս։ Հողերը այսինքն նոր հող չենք գրավելու, նոր հողեր չենք գրավելու մենք։ Պարոն Բաղդասարյան, քննարկվում է կարծես 18 տարեկան բոլոր պատանոին անխտիր բանակ տանելու հարցը, այս հարցը դժգոհություն է առաջացրել հանրության մոտ, հնարավոր է նման օրենք ընդունվի։ Անկեղծ ասած չեմ դիրապետում այդ ինֆորմացիան, որովհետև նման օրենքի նախագիծ չկա եւ իմ հետ Ես խնդրում եմ դուք համբերեք քաղաքական զարգացումներին, այն մեկ այլ առաջարկություն օրինակ կա, որ
բոլոր դպրոցներում եւ ընդհանրապես մարզերում հնարավորություն ստեղծվի կանանց աղջիկներին, որպեսզի այնտեղ կուրսեր անցկացվի, դասընթացներ անցկացվի, բժշկական օգնության, զենքերի քանդել հավաքելու, ռազմական ասենք այդ հմտությունները դիրապետելու, որին ես դեմ չեմ, որ կարելի է նախկինում նաեւ դուք էլ ինձ թվում է եւ կանայք են դրանք առաջարկողները, ընդ որ մասը մի խումբ կանայք։ Իսկ կողմ եք, որ ուսումը չսովորած գնան, հետո գան նոր սովորեն, ինչպես Դավիթ Հարությունյանն ասաց, որ նման նախագիծ կա։ Ես խնդրում եմ դուք ուշադրություն դարձրեք, որ զարգացումները, ես չգիտեմ ինչ ընթացքով կընթանան, նայած ինչ քաղաքական զարգացումներ կլինեն եւ ռազմական զարգացումներ, բայց ինձ թվում է, որ մեր հայրենիք անկախությունը եւ մեր հողերը յուրաքանչյուր ուսումից ավելի թանկ են։ Ջենտլմենական պայմանագրի մասին ինչ կա։ Ես դեմ չեմ դրան, ամենայն դեպս դրանք բոլորը կարող են ձևական Դրա կարիքը չունենք, իշխանությունը պիտի այդ պայմանագիրը կնքի։ Ձեր ասած ընդդիմադիր գործիչները ոչ մի բանի կարիք չունեն, որովհետեւ նրանք իրենք գիտեն, որ ակնկալիք էլ չունեն, որ կհայտնվեն ազգային ժողովում։ Այսինքն կարող ենք արձանագրել այն ընդդիմադիրները, որ այսօր ունենք ազգային ժողովում խմբակցությունների տեքստով, չեն լինի հաջորդ խորհրդարանում։ Ես չեմ ասում, որ այսինքն այն բոլոր այդ հողորտացողները եւ ինձ թվում է, որ այդ ջենտլմենական պայմանագիրը իրենք 90-ական թվականներին պետք է կնքեին։